Վերադարձանք գովազդից հետո եւ հիմա խոսենք շատ կարեւոր եւ արդիական թեմայից։ Մարտի 26-ն է մանուշակագույն օրը, բժշկական օրացույցում այն առանձնացված է որպես էպիլեպսիայի մասին իրազեկման օր։ Մասնագետներն ասում են, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, այլ կենսաձև եւ պետք է պարզապես սովորել ապրել դրանով, ինչպես պացիենտներին, այնպես էլ նրանց շրջապատի մարդկանց։ Մեր տաղավարում է Լուսինե Վարդանյանը, Արաբկիր բժշկական համալիրի մեծահասակների նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ Ելենա Բաղդասարյանը, կյանքի ճանապարհ բարեգործական հիմնադրամի ՀԿ-ի ղեկավար Մարիամ Արզումանյանը, հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար։ Բարի առավոտ բոլորին։ Բարի ձեզ։ Նախ եկեք պարզենք, թե ինչի է հենց մարտի 26-ը մանուշակագույն օր եւ ինչի է դա կապված հենց էպիլեպսիայի հետ։ Երևի ես պատմեմ, որ ուղղակի մանուշակագույնը էպիլեպսիայի հետ ասոցացվող գույն է, իսկ գաղափարի հեղինակը եղել է Կեսիդզի Մեգան 9-ամյա կանադացի աղջիկը, ով 2008 թվականին սկսել է այս արշավը, այս միջազգային միջոցառումը սկզբից, որը դարձավ տեղեկատվական, որտեղ ինքը հայտնեց, որ էպիլեպսիա ունեցող երեխաները ոչինչով չեն տարբերվում ուրիշ երեխաներից, ոչ ինտելեկտով, ոչ ունակություններով, ոչ տաղանդներով, ոչ արտաքինով եւ ոչ պահվածքով։ Եվ ժամանակից ի վեր մարտի 26-ը դարձավ միջազգային էպիլեպսիայի դեմ պայքարի օր, որը սկսեցին կոչել մանուշակագույն, որովհետև մանուշակագույնը բարենպաստ ազդեցություն ունի նյարդային համակարգի վրա եւ միջազգայինորեն 26 վայրկյանի մասին մարտի 26-ին դա համընկել է մեր արշավի հետ, որը կոչվում է My 27 seconds, որովհետև յուրաքանչյուր 26 վայրկյանը մեկ աշխարհում տեղի է ունենում էպիլեպսիկ նոպան, բայց դա համընկել է ուղղակի։ Բայց ինձ թվում է, որ չէ, այդպես բան չի, դե զուգադիպություններ չի լինում։ Այո, կարող ենք այդպես։ Փաստորեն ամեն 26 վայրկյանը մեկ աշխարհում լինում է կամ կրկնվում է արդեն էպիլեպսիայի դեպք եւ ինչ նոպաներ են դա, ինչի են մարդիկ վախենում, ինչպես հասկանալ, ինչպես օգնել, ինչպես պետք է արձագանքեն այն մարդիկ, որոնք որ հասկանում են, որ ինչ-որ բան է տեղի ունենում։ Էպիլեպսիան քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է։ Դա նշանակում է, որ իր ընթացքը բավական երկարատև է, հա։ Ինքը բնութագրվում է գլխուղեղի կեղևի նեյրոններում, այսինքն նյարդային բջիջներում, սինխրոն էլեկտրական պարպումներով։ Դրանք կարող են բերել ինչպես գիտակցության լիակատար անջատման, ցնցումների, այն նոպաները, որ տեսնում ենք, հա, ֆիլմերում, երբ որ մարդը ընկնում է, ձգվում ամբողջ մարմնով ցնցվում, կարող են լինել գրեթե աննկատ, երբեմն նաև առանց գիտակցության խանգարման նոպաներ, օրինակ հայացքի սառում, պարզապես վերթռում, կարող է լինել ձեռքում կամ ոտքում անցողիկ մի քանի վայրկյան տևող թմրածություն, այդպես տարբեր տեսակներ կան, հա, նոպաների եւ բնականաբար օգնությունն էլ է տարբեր, ամենակարևորը, որի դեպքում մարդկանց ուշադրությունն է գրավում եւ օգնության կարիք կա, այդ մեծ նոպաներն են, այսպես ասած, այդ ֆիլմերից որ նշեցիք, հա, հայտնի։ Ինչ որ ամենահաճախն են անում սխալ, մտածում են այդ ժողովրդական ասած լեզուն գուլ, այո, ինչ որ բան են փորձում դնել ատամների արանքում, լեզուն հանել դուրս, թաց կտոր, թաց շոր, այդ լուսնոտության դեպքում, սոմնամբուլիզմի։ Բայց նաև այս դեպքում, եթե չեմ սխալվում, դե պացիենտը երբ որ ընկած է լինում, այդ ժամանակ շնչառության կանգ կա, հա, բոլոր մկանները պրկված են, ձգված են, դրա համար դեմքի գույնը փոխվում է, մի տեսակ մոխրագույն, կապտավուն երանգ է ստանում, որը շատ վախեցնում է, ուզում են արագ բացեն շնչուղիները, որ օդ գնա, բայց այնպես սեղմված է, որ եթե օրինակ գդալի պոչով փորձեն բացել, հա, ատամներն է հնարավոր նույնիսկ կոտրել, հա, նոպան ինքը իրենով ավարտվում է, հա, այդպես պետք է պացիենտին նախ հնարավորինս, եթե զգացինք, լսեցինք կամ զգուշացրեց, որ վատ եմ, հիմա նոպա կլինի, զգում է դա, ոչ բոլորը, երբեմն հնարավոր է, որ զգան։ Երեխաներն էլ եթե մի քանի անգամ կրկնվում է, երբեմն կարող են զգուշացնել իրենց զգացողություններով, այդ աուրա ասվածը երբեմն լինում է, որ մարդ զգում է, որ հիմա ինքը կվատանա, պետք է օգնել, որ ինքը պարկի, փափուկ տեղ, որ տրավմաներ չունենա։ Այդքան
ցնցումներից իրեն Չվնասի։ Եթե դա տրանսպորտում է կամ մետրոյում է կամ փողոցում ասֆալտի վրա, Հատակին կարելի է պարկեցնել, Ինչը փախուկ բան վերարկունցալել, դնել, դնել հա, գլխի տակ օրինակ, եւ շատ կարեւոր է գլխի դիրքը դեպի կողք թեքելը։ կողքի, որ հանկարծ Այո, որ եթե թուքը լինի այդ փրփրային արտադրությունը, սննդի մնացորդներ դուրս գա, չխեղդվի մարդ։ Եվ նայում ենք ժամին, հա, սովորական նոպան 2-3 րոպեում, մաքսիմում մինչև 5 րոպե ավարտվում է։ Եթե խոսում ենք երեխաների մոտ տարածված այս հիվանդությունից, արդյոք կան դպրոցներում ծրագրեր եւ դպրոցի բժիշկները կամ միգուցե ուսուցչուհին պարտադիր պիտի տեղյակ լինի, այո, եւ պետք է իմանա, թե ինչպես է պետք վարվել այս երեխայի հետ առաջին օգնությունը ցուցաբերելու հարցում։ Ցավոք մենք այս խնդիրը ունենք երկար տարիների ընթացքում եւ արդիական է եւ մեր բոլոր նախագծերը հիմա ուղղված են հենց այս խնդրի լուծմանը։ Մենք ուզում ենք անել էպիտրեյնինգներ բոլոր դպրոցների համար եւ բոլոր դպրոցների անձնակազմերի համար, օրինակ դասատուների, բուժքույրերի, տնօրենների, ինչու ոչ, բոլորը պետք է Համադասարանցիների Այո, բայց եթե հիվանդությունը թաքցնում են, եթե տնողը չի հայտնում, Այդ դրա մասին է ուզում ասել, ծնողը պետք է առաջին դասատուին չի հայտնում այն փաստը, որ երեխան ունի հիվանդություն եւ դուք պետք է իմանաք, թե ինչպես օգնություն ցուցաբերեք հարկ եղած դեպքում։ Եվ իհարկե նույն դասատուի համար դա շոկային է լինում, երբ նման իրավիճակի բախվում է։ Ուղղակի ուզում եմ հավելել, որ ոչ միայն տոնի կլոնի կլասիկ նոպաներն են տեղի ունենում։ Իհարկե երեխաների մոտ դա կարող է, ինչպես Լուսինեն ասեց, աչքի սարած հայացքի տեսքով օրինակ արտահայտվի, որը շատ ժամանակ շրջապատող մարդիկ չեն կարողանում իդենտիֆիկացնել որպես էպիլեպսիայի նոպան։ Այս սա փոքր նոպաներն են, որ կուտակում են եւ կարող են վերածվել մեծ նոպայի, արդեն գիտակցության կորստով։ Այո։ Էպիակտիվությունը կուտակում է, շատանում է եւ կարող է արդեն դրսևորել որպես մեծ նոպա։ Այնպես որ մի հատ էլ կոչենք եւ դիմենք ծնողներին չթաքցնել երեխայի հիվանդությունը եւ պարտադիր տեղյակ պահել ամբողջ դպրոցի անձնակազմը։ Հաղորդել, որ երեխան ունի նոպան եւ մենք հիմա մեր հիմնադրամի գործունեության շրջանակներում տրեյնինգներ ենք անցկացնելու, այդ թվում դպրոցներում եւ բոլոր հասարակական վայրերում։ Բայց առաջնահերթ է, որ ծնողը տեղեկացնի երեխաներին, որտեղ որ երեխան այցելում է, որտեղ այդ երեխան գնալու է դպրոց, սպորտով է զբաղվել, այսինքն լիարժեք կյանքով է ապրում եւ նա ոչ մի բանով չի տարբերվում իսկապես ոչինչի ոչ մեկից։ Շեշտենք այս բանը։ Այո, շատ կարևոր է։ Այսինքն կարող է զբաղվել սպորտով, կարող է գնալ Թումո, կարող է երաժշտական դպրոց գնալ, բայց ամեն տեղ պետք է բոլոր տեղյակ լինեն, մարզիչները, ուսուցիչները, համադասարանցիները։ Բայց սա կարծես երկրորդ խնդիրն է առաջացնում, ավելի հոգեբանական խնդիր, որովհետև շատ-շատերը կսկսեն վերաբերվել, միգուցե չընկալելով, որ սա հիվանդություն է, սա դատավճիռ չէ եւ կարելի է ապրել այս հիվանդությունով, ինչպես նշեցինք, սա կարող է դառնալ խնդիր եւ շատերն ասեն հիվանդ է այս երեխան, հա, սա այլ մի պիտակ դառնա կամ աննորմալ, այո։ Եվ այս դեպքում հասարակության կարծես թե հիվանդությունների մասին ավելի շատ խոսում։ Այո։ Արդյոք այս դեպքում նաև հոգեբանական մոտեցում է պետք է ոչ միայն այն մարդուն, ով հիվանդ է, այլ նաև նրա մտերիմներին, ովքեր պիտի այս դժվար ճանապարհը նրա հետ մեկտեղ անցնեն։ Ասեմ ավելին, շատերը ասում են, որ հոգեբուժական խնդիր է, ինչը իրականությանը չի համապատասխանում, որովհետև ինքը նյարդաբանական խնդիր է, ինչպես Լուսինեն ասաց։ Այո։ Նեյրոֆիզիոլոգիական կորելացիա։ Ոչ հոգեկան կամ հոգեկան խնդիր չի։ Կներես Մարիամ ջան, ուզեմ ասել, որ էպիլեպսիայի տեսակները շատ տարբեր են։ Դրանց մեջ կարող են լինել, որ զուգակցվի էպիլեպսիան զարգացման կամ հոգեբուժական խնդիրների հետ, կարող է զուգակցվել, բայց դա պարտադիր ուղեկցող ախտանիշ չէ։ Ու հավելենք, որ երեխաների մոտ հոգեբուժական խանգարումները շատ քիչ են հանդիպվում եւ այդ տեսակները, որոնց մասին մենք հիմա ուզում ենք խոսել, այդ 70% դեպքերում, որ էպիլեպսիան բուժվում է, իհարկե նա չի ուղեկցվում որևէ հոգեբուժական խանգարումով, այո։ Բայց կարող է բերել նաեւ ինչ որ հոգեբանական խնդիրների, քանի որ շատ ժամանակ հենց երեխաներին փակում են տանը, ծնողները իրենք չեն թողնում դուրս գալ ու ծանրացնում են խնդիրը, այսինքն երեխան շատ ժամանակ չի հասկանում, որ այդ խնդիրը իրականում այդքան էլ մեծ չի, քանի որ փոքրուց ծնողը ասել է, դա խնդիր է, պետք է մնաս տանը, որ ինչ որ դրսում նոպաչ լինի, որ չվատանաս, ինչ որ միտեղ, բայց դա ծնողի իրականում անհանգստությունն է,
Ինչի համար մենք տրամադրում ենք որոշակի աջակցություն մեր հիմնադրամում, որտեղ կարող են նրանք գալ, նստել, մենք զրուցենք ու հասկանանք ինչն է խնդիրը անհանգստության։ Թե երեխայի է, թե ծնողի։ Թե երեխայի է, թե ծնողի, ցանկալի է առանձին, բայց լինում են նաև դեպքեր, երբ ծնողը չի համաձայնվում, որ առանձին լինեն, տենց կարողանում ենք ինչ-որ խմբային ինչ-որ մի բան անել, որ երկուսով նմանատիպ մի բան, հա։ Իսկ գոյություն ունեն ինչ-որ հաշվարկներ, օրինակ կարող ենք պլանավորել կամ հասկանալ, որ չգիտեմ, շաբաթը պետք է լինի այսքան նոպա, թե դա միշտ անսպասելի է, եւ արդյոք բուժվում է, չի բուժվում եւ ինչպիսին է այդ բուժումը։ Էպիլեպսիան բուժվում է դեպքերի 70%-ում դեղորայքային բուժման ճանապարհով, որոշ վիրահատական միջամտություններ են հնարավոր, եթե հստակ օջախ կա, հա, էպիլեպտոգեն, որտեղից սկսվում են նոպաները։ Իսկ ինչ վերաբերում է հաճախականությանը, իդեալական տարբերակը իհարկե այն է, ինչ որ անում է բժիշկը, որ նոպաները չլինեն ընդհանրապես, դա է մեր թարգեթը, հա, բուժման թիրախը, որին մենք պետք է հասնենք։ Եթե ստացվում է, որ բոլոր նոպաները չեն վերահսկվում, այդ դեպքում չկա որևէ տրամաբանություն, ամեն մարդու մոտ անհատական իր հաճախականությունը կա, մեկ օրինակ տարին մեկ կարող է նոպա ունենալ, մեկը ամիսը մեկ եւ կարող են լինել դեղորայքակայուն պացիենտներ, որոնք որևէ դեղի չեն պատասխանում, կոմբինացված թերապիաներին չեն պատասխանում եւ ցավոք շարունակում են ունենալ նոպաներ, որը արդեն սահմանափակող է որոշ չափով։ Իսկ դեղորայք ամեն օր օգտագործում են։ Շարունակական եղանակով, կանոնավոր կերպով պետք է դեղորայքը ընդունել։ Շատ ժամանակ բուժվում են մարդիկ։ Կախված է տեսակից ավելի շատ։ Եթե անձը ընդունում է կանոնավոր կերպով դեղորայքը, ապա նա ապահովագրված է նոպաներից եւ կարող է լիարժեք կյանք վարել, սովորել, գնալ զբաղվել սպորտով, հաճախել ձեր ասած թումոն եւ իր կյանքը չսահմանափակել որևէ կազմել, որը որ շատ ցավոք թեմա է հայազգի մոտ, որ շատ ժամանակ խոսում են, որ ոնց պետք է ամուսնանային երեխան, բայց ընդհանրապես շատ ժամանակ ինքը գենետիկական էլ կարող է չլինի, կարող է հղիության ժամանակ երևի ավելի ճիշտ մեր նյարդաբանը կասի, հղիության ժամանակ ինչ որ տրիգերից առաջանա այդ օջախային էպիլեպսիաների դեպքում ու ինքը չի փոխանցվում ուղղակի սերնդեսերունդ։ Դա շատ կարևոր է, բայց է, որ սա ժառանգաբար փոխանցվող հիվանդություն չէ։ Տեսակից։ Գիտեք, նախ բուժման համար ասեմ, որ հարցրեցիք, կան տարիքային կախյալ տեսակներ, այսինքն երեխան մինչև չափահասության տարիքը ենթադրենք 3 տարի, 4 տարի հիվանդ է լինում, կարող է ընդունել դեղորայք, կարող է հազվադեպ նոպաների դեպքում նույնիսկ դեղորայք չնշանակվել եւ անցնում է ինքնուրույն հիվանդությունը։ Այլ դեպքերում մենք էպիլեպսիայի բուժման մասին խոսում ենք, եթե կար օջախ, վիրահատեցինք, հեռացրեցինք, այս դեպքում նույնպես բուժվեց, եւ եթե դեղորայք է ստացել պացիենտը եւ 10 տարի շարունակ չունի նոպա, որից վերջին 5-ը նաեւ դեղորայքը հանվել է ու նոպաները չեն վերադարձել, համարվում է բուժված, անգլերեն ավելի լավ խոսք է, resolved են ասում, կարծես անցած է, ոչ թե դա բուժում բառն է, այլ եղել է եւ անցել է։ Ինչ վերաբերում է ժառանգականին, ներկայիս դասակարգման մեջ մենք ունենք տեսակներ, որ ասում ենք գենետիկ էպիլեպսիա, բայց նկատի ունենալով, որ հիմքը գենի մեջ է, գենի մուտացիայի, ոչ թե ժառանգական բնույթի։ Դե դա մարդիկ մտածում են, որ դա է։ Այո, շփոթեցնող է դա։ Հետաքրքիր է։ Ինչքան քանակությունն է ինձ հետաքրքրում Հայաստանում էպիլեպսիայով հիվանդ մարդկանց եւ ինչ խնդիրներ են առնչվում իրենց առօրյայում։ Դա հասարակության հետ խնդիրներ են, աշխատանքի ընդունվելու խնդիրներ են, դպրոցում խնդիրներ են։ Հայաստանում ապրում է 5000-ից ավելի էպիլեպսիա ունեցող երեխա, հաշվառված դիսպանսերում, նյարդաբանական բաժանմունքներում։ Իսկ ինչքան չհաշվառված։ Ինչքան է պետք անգամ անել։ Մենք, չգիտեմ, կարծում եմ 2 հաստատ, առնվազն 2 անգամ, որովհետև էպիլեպսիան շատ ստիգմայի շուրջ եղած հիվանդություն է, ախտորոշում է եւ ստիգման շատ բարձր է էպիլեպսիայի շուրջ։ Կարծրատիպերը, որոնք ստեղծվել են եւ ամրապնդվել են դարերի ընթացքում մեր հասարակության մեջ,
բուրըն ձևով Ոչ միայն մեր, մարդկային բայց հասարակության, այո, բայց ավանդական հասարակության մեջ ավելի բուրըն եւ երևույթ են դառնում եւ խանգարում են մարդկանց ապրել։ Իհարկե, ծնողները ինչի են թաքցնում հիվանդությունը, որովհետեւ գիտեն, որ երեխաները կմատնանշվեն եւ կպիտակավորվեն։ Ինչու՞, որովհետեւ կա իրազեկման եւ տեղեկատվության տարածման պակաս։ Եթե մարդը տեղեկացրած չի, եթե նա որևէ բան չգիտի էպիլեպսիայից, իհարկե նա եւ կմատնանշի եւ կպիտակավորի դիմացին, երբ իմանա, որ նա ունի էպիլեպսիա։ Եթե անձը մտածի, որ էպիլեպսիան ժառանգական փոխանցվող հիվանդություն է, իհարկե կասի, որ ես այս տվյալ աղջկա կամ տղայի հետ չեմ ամուսնանա, որովհետև մեր երեխաները կարող են հիվանդ ծնվել։ Իսկ եթե մենք գիտենք, որ գենետիկական նույնիսկ տեսակները էպիլեպսիայի, որը շատ բազմատեսակ եւ բազմաբնույթ հիվանդություն է, ոչ մի հիվանդություն, այլ հիվանդությունների մի խումբ է, չի փոխանցում ժառանգաբար, մենք իհարկե որևէ վախ չենք ունենա։ Եվ ծնողները այո, ընտրում են այդ շատ դժվարին, ահավոր բարդ ճանապարհը, ապրել մեկուսացման մեջ, լարվածության մեջ, վախերի մեջ, բայց թաքցնել հիվանդությունը, որպեսզի երեխայի ապագայի համար դա վտանգավոր չդառնա։ Իսկ ես կոչ եմ անում այդ ճանապարհը չընտրել, այլ ընտրել այլ ճանապարհը, որտեղ 21-րդ դարում հսկվող բուժվող հիվանդությունը չդառնա մեկուսացման, վախի եւ լարվածության պատճառ։ Իսկ ինչ միջոցառումներ են իրականացվում իրազեկման հետ կապված։ Մենք մեր հիմնադրամի գործունեության շրջանակներում ունենք մի քանի նախագծեր, որոնք ուղղված են հենց տեղեկատվության տարածման եւ իրազեկման նպատակներին, որոնց շրջանակներում կոչ ենք անում ամբողջ մեր հասարակությանը այդ դեպքում, օրինակ flash mob, որը սոցցանցերում հիմա վիրուսային է արդեն դարձել, հանրահայտ մարդիկ միանում են մեր flash mob-ին եւ պատմում են իրենց 26 վայրկյանի մասին, որը կարող են ապրել շատ ազատ եւ լիարժեք, կոչ անելով միանալ եւ թույլ տալ, որ էպիլեպսիա ունեցող մարդիկ եւս կարողանան ապրել առանց սահմանափակումների, դադարների, լարվածության եւ վախի լիարժեք կյանքով։ Եվ ունենք նաև նախագիծ Epi-friendly տրեյնինգներ, որոնց մասին Մարիամին կխնդրեմ, որ պատմի ներկայացնի, ինչի համար ենք մենք այս տրեյնինգները անում։ Առաջին հերթին հենց իրազեկվածության համար, որ հենց անձնակազմը իմանա, թե ինչ արագ ռեակցիա տա այդ ամեն ինչին, ոնց արագ ինչ-որ գործողություններ նախաձեռնի ու մենք մեզ հետ տանելու ենք փոքր բարձեր, որոնք որ հենց կլինեն համ հուշ հիմնադրամից մեր համ օգնություն այդ դժվար պահերին, որ եթե հանկարծ ունենան իրենց տարածքում, լինի դա ռեստորան, հասարակական ցանկացած վայր, այդ բարձը կարող են օգտագործել գլխի տակ դնելու համար, քանի որ շատ չոր հատակին օրինակ որ ընկնի, այդ ցնցումներից կարող է գլուխը վնասվի։ Ես կարող եմ հավելել, որ գլխավոր գեր նպատակը մեզ համար դա դարձնել Հայաստանը էպի-ֆրենդլի երկիր, որտեղ ամենտեղ բոլոր հասարակական վայրերում մարդիկ, ովքեր ունեն էպիլեպսիա եւ ովքեր չունեն, իրենց կզգան անվտանգ եւ հանգիստ։ Եթե անձնակազմը տվյալ ռեստորանի, սրճարանի, թանգարանի, դպրոցի տեղեկացված լինի, այդ դեպքում որևէ լարվածության մթնոլորտ մենք չենք ունենա։ Եվ էպինոպայի դեպքում դա չի լինի արտակարգ իրավիճակ, այլ կլինի ուղղակի սովորական դեպք, որը հսկելի է։ Պետք է օգնենք վերկանալ եւ շարունակի։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Հուսանք, որ մեր երկիրը կլինի ոչ միայն էպի-ֆրենդլի, այլ ընդհանրապես friendly բոլորիս նկատմամբ եւ մտածենք նրա մասին, որ այդ մարդիկ ապրում են մեր մեջ, մեր հասարակության մեջ, մեր կողքին են եւ մենք պետք է իրենց օգնենք եւ անենք այնպես, որ իրենց կյանքը լինի ել ավելի հեշտ, որովհետեւ օգնելով ինչ որ մեկին դու օգնում ես առաջին հերթին հենց քեզ։ Շնորհակալություն լավ օրենքից։ Մենք առաջ գոված շանթի եթերում։ Մնացեք մեզ հետ։